Ռոզաննա ջան, այսօր սա իմ համար դառել է մի հատ ցավոտ թեմա։ Ամեն մարդ չգիտես ինչի ավելացել է իմ կյանքում ու որոշում են, թե ես ինչ պիտի անեմ, ինչ պիտի չանեմ։ Այսինքն, եթե ես թշնամիների հետ պատերազմում եմ սոցիալական ցանցերում, ուրեմն ես իրավունք չունեմ պարեմ, իրավունք չունեմ ուրախանամ, թեպետ ես իմ պարերիս ու ուրախության մեջ լկտի ոչ մի բան չեմ անում, միշտ իմ չափերում ու սահմաններում եմ ինձ պահում, որպեսզի մեր հայ ազգը խայտառակ չլինի, ժամանակակից կյանքով ենք ապրում, հենց չի, որ պետք է այն հնադարյան մտածելակերպ ունենանք, բայց այդ ժամանակակից կյանքում էլ մենք մեր չափերի մեջ այս իրադարձություններից հետո, որ իմ հետ կատարվեց, չգիտես խի, շատ նոր մարդիկ են հայտնվել իմ ցանցերի մեջ, ֆեյքովի, նի ֆեյքովի, որոնք սկսել են այտենց նման բաներ գրել, որ ավելի լավ էր քո տեղը գերիներ ազատեին, քան թե քեզ ազատեցին, որ ավելի լավ էր Բելարուսիա մնայր, քան թե քեզ բերեցին Հայաստան, ուղղակի պրոստը հարց էլի, ինչը փոխվեց կամ ինչա կատարվում, եթե ես հիմա իմ հայրենիքում եմ գտնվում, ինչա իրավունք չունեմ, վայելեմ իմ հայրենիքը, ուրախանամ իմ երկրում, խի են էլի մարդիկ այսքան դաժան ընդհանրապես, ես չեմ հասկանում, հայեր ջան, մեռնեմ ձեր սրտին, ես իմ գործունեությունը ոնց անում էի Բելարուսիայից, այնպես էլ այստեղից եմ շարունակելու, թեպետ ինձ շատերը ասում են այստեղ ավելի զգուշեղի, ես ոչ մի բանից չեմ վախենում ու դուք վերջին իմ ռոլիկներում տեսել եք, թե մենք ինչերով ենք զբաղվում, ոնց ենք ստոպ տալիս ու կանգնեցնում այն աղջիկներին, ովքեր գնում են թուրքերի մոտ ապուշ բաներ խոսում, մի բան եմ ուզում էլի ձեզ ասեմ, շատ եմ խնդրում, մեկ խառնի ինձ պոլիտիկայի հետ, մեկ խառնի ինձ կուսակցությունների հետ, մեկ խառնի ոչ մի բանի հետ, ես ոչ մի բանի մեջ ոչ կամ, ոչ ուզում եմ լինեմ, ոչ ինձ կտեսնեք, ինձ նման բաները չեն հետաքրքրում, ես ինքս ինձանով, ոնց կամ էդ եմ, պետք չի ինձ դնեք սրա կողքը, նրա կողքը, չեմ եղե ու չեմ լինի երբեք, հույսով եմ կհասկանաք էլի ինձ, պետք չի, մի քիչ ձեզ նորմալ պահեք, մեկ թվում է, թե թուրքերից բետար կոմենտներ եք գրում, չի կարելի, չէ։